Թթենու վահանակիր բզեզի ներկայությունը մեր հանրապետությունում վերջին 2-3 տարիներին առավել զգալի է դարձել, մասնագետները համոզված են, որ վարակը ներմուծվել է։ Ենթադրաբար դրանք եկել են կիվիի պտուղների հետ միասին։ Այս վնասատուն շուրջ 7 տասնյակ ծառատեսակների համար իրական վտանգ է ներկայացնում, նաև բանջարաբոստանային կուլտուրաներն են կարող նրա համար հեշտ ավար դառնալ։ Արցախում նրա թիրախը սակայն ավելի կոնկրետ է՝ թթայգիները։ Մասնագետների խոսքով հանրապետության ողջ տարածքում այգիների 60-70%-ը արդեն իսկ վարակված է։ 1-ից մինչև կես միլիմետր երկարության բզեզները հաստատվում են գաղութներով եւ ճերմակ փառի նման պատում բույսի հիմնականում մատղաշ ճյուղերը։ Բզեզները ծառի հյութով են սնվում, իսկ նրանց գերության մեջ հայտնված ճյուղերն էլ արագորեն ուժահատվում եւ չորանում են։ Ծառերի վրա նման ճերմակ կետերի հայտնվելը այգում վահանակիրների ներկայության մասին է վկայում։ Մեծամասամբ ամենտեղ նկատվել է, մինտեղ շատ, մինտեղ քիչ, բայց ամենտեղ էլ կա։ Եվ արդեն դրա վնասն էլ արդեն նկատվում է անձին աչքով։ Վահանակիր բզեզի պատճառած վնասը շատ երկրներում առավել քան տեսանելի է, սա կեղծ ահազանգ չէ, վստահեցնում է գյուղատնտեսության նախարարի տեղակալը։ Ժամանակին այն պատճառ է հանդիսացել Ճապոնիայում թեյի պլանտացիաների չորացման։ Հնարավոր է, որ ճապոնացիներին թեյից զրկած վահանակիրները վտանգի տակ դնեն նաև արցախյան թթի օղու ապագան։ Համարժեք պայքար չծավալելու պարագայում դա միանգամայն հավանական է, վստահեցնում է գյուղատնտեսության նախարարի տեղակալը, իսկ պայքարի առաջին փուլում շատ բան չի պահանջվում։ Վտանգը կանխելու համար պետք է անպայման միջև գարնան սկիզբը, միջև ծառերի բողբոջելը կատարել, էտիդիավորման աշխատանքներ, հեռացնել չորոքները, արմատախիլ անել արդեն տնտեսական նշանակություն չունեցող ծառեր։ Բոլոր վարձակալներին մենք պիտի զգուշացնենք, որպեսզի իրենց վարձակալած թթայգինները մշակության բոլոր տեխնոլոգիական պայմանները պահպանելով արդեն սկսեն իրենց ծառերի խնամք։ Հաշվի առնելով փաստը, որ Արցախում մոտ 950 հեկտար թթայգիների հիմնական մասը վարձակալությամբ է հանձնված, գյուղատնտեսության փոխնախարարը հորդորը առաջին հերթին վարձակալներին է ուղղում, ընդ որում խորհուրդ չի տրվում կտրատված ծառերն ու ճյուղերը որպես վառելափայտ պահել։ Վնասատուները լրիվ ծառի վրա, բնից միջև ծառի գագաթը բոլոր ճյուղերի վրա դրանք առկա են եւ վառելափայտ մթերելու դեպքում դրանք մնում են փայտանյութի վրա եւ գարնանը սկսում են տարածվել։ Նաև թունաքիմիկատների կիրառումն է խրախուսվում։ Կարեն Աղաջանյանը առավել երաշխավորված դեղերն է թվարկում։ B58, ինչպես նաև կարբոֆոս թունանյութերը։ Այս դեպքում էլ ժամկետները կարևոր են։ Սրսկումը անհրաժեշտ է կատարել այն ժամանակ, երբ վնասատուն դեռ թրթուրի մակարդակում է, ակտիվ սնվում է եւ առավել խոցելի է։ Մեր կլիմայի պարագայում դա մայիս ամսվան է համընկնում, սակայն տեղային առանձնահատկություններից ելնելով հնարավոր են նաև որոշակի շեղումներ։ Նորահայտ վնասատուի դեմ պայքարից անմասն չի մնա նաև գյուղատնտեսության նախարարությունը։ Ներկայումս վահանակիրի դեմ պայքարի ծրագիր է մշակվում 300 հեկտարի հաշվառմամբ։ Ըստ անհրաժեշտության որոշակի աջակցություն կլինի նաև այգիների վարձակալներին, եթե նրանք իրենց հերթին որոշակի քայլեր իրականացնեն վարակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Նորեր Հովսեփյան, Սամվել Սայան, օր